Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրել, եկել եք մեր հետ հանդիպման, շնորհակալություն Արթուր ջան, լավ խոսքերի, բարի մաղթանքների համար, ասեմ, որ Արթուրը ինքը խնդրեց, ասաց Քարոզարշավը եկեք առաջինը կենտրոնից սկսենք, ես էլ ասեցի իսկ ինչու ոչ, իսկ ինչու ոչ կենտրոնից, Երևան քաղաքից ու Երևան քաղաքի կենտրոն համայնքից։ Սիրելի ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին առաջիկա ընտրությունների կապակցությամբ ու Քարոզարշավի առաջին օրվա կապակցությամբ։ Ինչումն է շնորհավորելու ցանկությանս, իմաստն ու բովանդակությունը։ Նայեք տարածաշրջանի մեր հարևան երկրներին, մնացած բոլորում, եթե վաղ ընտրություն լիներ, միանգամից կարող էինք ասել, թե ով է դառնալու այդ երկրի համար մեկ դեմքը։ Ասենք Ադրբեջանում ակնհայտ է, որ պիտի Ալիևը լինի, Վրաստանում Իվանիշվիլին, չգիտեմ, Թուրքիայում պիտի լինի Էրդողանը, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ որևէ մեկը չի կարող ասել վաղ ով է լինելու Հայաստանի պետության առաջի դեմքը, որովհետև դա ընտրելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ այդ պատճառով է, որ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այս ընտրությունների Քարոզարշավի առաջին օրվա կապակցությամբ, ուզում եմ, որ այս Քարոզարշավը անցնի խաղաղ, անցնի հանդուրժողականության մթնոլորտում, անցնի փոխադարձ գաղափարական բանավեճերի ու գաղափարական մոտեցումների հակադրության համատեքստում, ոչ թշնամանքի, եւ հաջողություն եմ մասնակցում բոլոր այն ուժերին, ովքեր հույս են տածում, որ այս ընտրություններում իրենք կարող են ներկայանալ մեր ժողովրդին եւ կարող են օգտակար լինել մեր ժողովրդին ազգային ժողովում աշխատելով։ Ուզում եմ նաեւ առիթից օգտվելով շնորհավորել Երկրապահ կամավորականների միությանը, այսօր կամավորականների միության օրն է, նրա հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին, նրա այսօրվա նախագահ Սասուն Միքայելյանին։ Նաեւ Երկրապահի ողջ կազմին, առավել եւս այն տղեկին, ովքեր իրենց կյանքը տվեցին այդ պատերազմում, ովքեր անշահախ խնդիր, կամավորական սկզբունքով, մահաճկների առաջ ունենալով գնացին այդ պատերազմի եւ իրենց տված կյանքի արդյունքն է, որ մենք այսօր ունենք ինքնիշխանություն, ունենք Հայաստանի Հանրապետություն։ Փառք ու պատիվ այդ տղեկին։ Հիմա մեր մասին, մեր հավաքի մասին։ Ինչու համար ենք մենք մասնակցում այս ընտրություններին եւ ինչով ենք տարբերվում մենք մնացած կուսակցություններից։ Մենք ունենք անցյալ։ Մենք անցել ենք Հայաստանի Հանրապետության, երրորդ հանրապետության կերտման ողջ ճանապարհով։ Մենք ունենք նպատակներ ու իղձեր։ Հանրապետություն կուսակցությանը ընտրել է պետք, որտեղ հանրապետություն կուսակցությունը խոսում է հաղթանակից։ Մենք առաջարկում ենք հաղթանակ։ Եվ այդ հաղթանակը առաջարկում ենք անարյուն, առանց պատերազմի, գիտելիքի, աշխատանքի, հմտությունների, հայ մարդու նվիրվածության վրա հենվելով։ Եթե առաջին պատերազմում մենք համախմբվեցինք ու խիզախությամբ հաղթեցինք, այս երկրորդ պատերազմում պիտի հաղթենք մեր տնտեսությամբ, պիտի հաղթենք մեր երկիրը հզորացնելով, պիտի հաղթենք մեր ինքնությունը հաստատելով, մեր պետության արժեքները, եկեղեցի, բանակ, պետություն, դրոշ, զինանշան, այս ամեն ինչը կարևորելով ու համախմբվելով։ Հնարավոր է անարյուն հաղթել, իհարկե հնարավոր է։ Տեսեք մնացած բոլոր քաղաքական կուսակցությունները խոսում են այսօրվանից, ներկայից, հարկերը կեժանացնենք, այս կանենք, այն կանենք, մենք խոսում ենք ապագայից, մենք ասում ենք, որ կհաղթենք այն ժամանակ, երբ որ 10 տարի հետո Հայաստանի Հանրապետության բյուջեն կդառնա 80 միլիարդ, երբ որ Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ ոտքի կանգնած կլինի, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կստանա արժանապատիվ աշխատավարձ ու կունենա բարեկեցիկ կյանք, հնարավոր է հասնել դրան, իհարկե հնարավոր է։ Ավելին մենք ասում ենք, որ մեզ ընտրելու պարագայում 5 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ 45 միլիարդ բյուջե,
որը 2 անգամ ավել է Ադրբեջանի այսօրվա ունեցած գործող բյուջեից, ու այդ պարագայում է, որ ծնելիությունը կավելանա, որ աշխատատեղերը կավելանան, այդ պարագայում է, որ Ադրբեջանի նախագահը մեր հետ չի խոսի անկլավներից կամ սահմանազատման որ մասից սկսելուց։ Կարող ենք անել, իսկ ինչի ոչ։ Ինչի չենք կարող։ Ինչու երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացի ժողովուրդը, ճապոնացի ժողովուրդը կարողացան, իսկ մենք չենք կարող։ Եթե ոմանց թվում է, որ ճապոնացի ժողովուրդը առաջին անգամ իր երկրի վրա ատոմային ռումբ կիրառելուց հետո, երբ որ չգիտեին, թե այդ ճառագայթումը մինչև ուր է հասնելու, ողջ են մնալու, թե մեռնելու են, կարողացան ոտքի կանգնել, ու դա նրանց շեղ աչքերի պատճառով է, ապա չարաչար սխալվում են։ Աչքերի շեղությունը, մաշկի գույնը, լեզուն որևէ կապ չունի։ Կապ ունի նվիրվածությունը, հայրենիքը սիրելը, նպատակադրվածությունը։ Ու այս առումով մեր ժողովուրդը որևէ ժողովրդից պակաս չի։ Հայ մարդուց աշխատասեր մարդ չկա, հայ մարդուց հնարամիտ մարդ չկա։ Մենք գիտելիքով, աշխատասիրությամբ, մեր հմտություններով իսկապես կարող ենք մեր երկիրը դարձնել այս տարածաշրջանում ամենաարագ զարգացող երկիրը։ Իսկ 10 տարի հետո, երբ որ Հայաստանի Հանրապետության բյուջեն կլինի 80 միլիարդ, ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան մեր հետ ուրիշ լեզվով կխոսի, որտեղ Թուրքիայի բյուջեն 100 միլիարդի կարգի է, որտեղ մենք արդեն համազոր ենք, նայեք հարևան Իսրայելին, 110 միլիարդ բյուջե ունի, իր հարևանների հետ փոխհարաբերություններում ինչպես է իրեն պահում, այս տարածաշրջանի փոխհարաբերություններում 90 միլիոնանոց Իրանի հետ ինչպես է իրեն պահում։ Կարող ենք մենք էլ այդպեսին դառնալ, իհարկե կարող ենք։ Այս ամեն ինչին հավատալ է պետք, այս ամեն ինչին նվիրվել է պետք, այս ամեն ինչի հետևից կպած գնալ է պետք ու անել է պետք։ Մանավանդ աշխարհը իր դռները բացել է մեր առաջ, աշխարհը հնարավորություն տվել է մեզ, աշխարհը իր ներկայությամբ Հայաստանում ուստորագրված փաստաթղթերով այդ հաստատում է, այդ հնարավորությունը մենք ունենք, օգտվել է պետք։ Հիմա կասեք, այդ հնարավորություններից քաղաքացիական պայմանագիրը օգտվում է ու քայլեր անում է։ Այո, քաղաքացիական պայմանագիրը օգտվում է, ինչ որ քայլեր անում է, բայց հավատացեք, առանց մեզ ինքը չի կարող այդ ամբողջական անել։ Իր այդ առանց քայլերը կիսատ պրատ են լինելու։ Մեր ներկայությունն է ազգային ժողովում, որ Հայաստանի Հանրապետության ինքնություն, Հայաստանի Հանրապետության տնտեսական նկարագրի, Հայաստանի Հանրապետության մարդագրական նկարագրի կերպարը փոխելու է։ Այս ամենը ասելով, ես ոչ թե հայ մարդուն վախեցնում եմ, թե գիտեք, եթե մեզ քվե չտակ, այս բաները չի կատարվի։ Ընդհակառակը, ես հայ մարդուն ասում եմ, որ այ մեզ քվե տալով դուք ես հույս ունենալու եք, իսկ մենք կպած աշխատելու ենք, որ այդ հույսը իրականություն դառնա, որովհետև ես գիտեմ, որ մեր ժողովուրդը հաղթանակ է ուզում, միևնույն է, ինքը հաղթանակ է ուզում։ Հաղթանակի գնացող այդ քայլերը մենք մանրամասը նկարագրել ենք։ Ես քաղաքականություն եմ եկել տնտեսությունից։ Ես պոլիտեխնիկական կրթություն ունեմ։ Ես թվեր հաշվել գիտեմ, մաթեմատիկայից լավ եմ։ Ու այն ամեն ինչ ներկայացնում եմ տարեթվերով, եղած արտադրանքի չափով, քանակով, երբ, ինչքանով, դրանք հիմնավորված են, դրանց որևէ մեկը չի կարող հակազդել։ Ասեմ ավելին, որպես ապացույց, 2 տարի առաջ այդ նույն լեռնամետալուրգիայի թեմայով, հանքերը շահագործելու թեմայով, պանելային քննարկում էր, որին մասնակցում էր կառավարության փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Եվ Մեհեր Գրիգորյանը ներկա բոլոր լրատվամիջոցների տեսախցիկների առաջ ասաց, որ Արամ Սարգսյանի այդ տեսակետին հակադրվելը անիմաստ է եւ անհնարին։ Որտեւ ինքը գիտի այդ թվերը։ Որտեւ ես էլ գիտեմ այդ թվերը, որտեւ ես շատ պարզ բան եմ ասում։ Ասում եմ, որ Հայաստանի միայն քաջարանի հանքավայրը կարող է տարեկան 1 միլիոն տոննա խտանյութ արտադրել։ Բայց ես չեմ ասում ամեն ինչ անենք քաջարանով միայն։ Ես ասում եմ, որ քաջարանը, Ղափանը, Ագարակը, Թեղուտը,
Այս 4-ը միասին, հենց մանրերին չեմ ասում։ Այս 4-ը միասին 4 տարում կարող են հասնել այն մակարդակի, որ 5-րդ տարում Հայաստանը արտադրի 1 միլիոն տոննա խտանյութ։ Ասեմ, որ 2017 թվականին Հայաստանը 400,000 տոննա խտանյութ արտադրել է։ Այդ ամենալավ ցուցանիշն է եղել։ Բայց ես վստահաբար եմ ասում, որ ներդրումների այն հնարավորությունը միզերային, որը պիտի դրվի այս ձեռնարկությունների վրա, որի դնողները կան, որտեղ պղնձի պահանջարկը կա, որտեղ մոլիբդենի պահանջարկը կա, որտեղ շուկայում դրա բացը կա, որովհետև պահանջարկը օր-օրի աճում է, ներդրողները կան։ Հետևաբար այդ ներդրումների պարագայում 5-րդ տարում Հայաստանը կարող է արտադրել 1 միլիոն տոննա պղնձի խտանյութ։ 1 միլիոն տոննա պղնձի խտանյութը այսօրվա գներով, նույնիսկ Հայաստանում չձուլելու, ուղղակի որպես խտանյութ վաճառելու պարագայում 26-ից 30% խտությամբ։ Նույնիսկ այդ պարագայում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կրկնապատկվելու է 4 անգամ։ 4 անգամ ավելանալու է։ Իսկ տնտեսագիտությունն ասում է, երբ որ համախառն ներքին արդյունքը 4 անգամ մեծանում է, դրանից եկող հարկերի հաշվին պետական բյուջեն ավելանում է 5 անգամ։ Այսօր Հայաստանի Հանրապետության բյուջեն 9 միլիարդ է, Հայաստանի Հանրապետության բյուջեն 5 անգամ բազմապատկելու դեպքում դառնում է 45 միլիարդ, ով է սրան դեմ։ 9 անգամ 5-ը 45 է անում, որևէ մեկը չի կարող իմ հետ հետազոտում վիճել, չի կարող ուղարկի։ Իսկ որ 45 միլիարդը 2 անգամ ավելին է, քան 22 միլիարդը, որը Ադրբեջանի բյուջեն է, այդ միանշանակ է։ Որ Ադրբեջանի բյուջեն չի աճում, այդ միանշանակ է։ 2023-2025 թվականներին Ադրբեջանի բյուջեն կտրուկ նվազել է, Ադրբեջանը ընդերքից 20% պատկաս նավթ է հանել։ Իսկ Ադրբեջանի բյուջեի 83%-ը նավթի վրա է։ Ինչու է 20% պակաս հանել, երբ որ նավթամթերքի պահանջարկը այդքան մեծ է, շատ պարզ պատճառով։ Հին հանքավայրերը սպառվում են, նոր հանքավայրեր չեն բացվում, դրանք դեռ չեն գտնվել։ Ժողովուրդ, մենք հաղթելու հնարավորություն ունենք, մենք այդ հնարավորությունը չպիտի կորցնենք։ Ես էլ չեմ խոսում բազալտաթելերի մասին, որտեղ մարդը, ով այդ բազալտաթելերի գործարանը հիմնադրել է, այդ այն տնօրենների ժամանակ, որ մենք տնօրեն էինք, այդ մարդը այս երկրի ամենաառաջադեմ մտածող տնօրենն էր։ Այս ժամանակ ոչ մեկը բազալտաթելի մասին չէր մտածում։ Ու ես այդ բազալտաթելի մասով գնացել եմ, արել եմ միմիայն այն բանի համար, որ այդ մարդու աշխատանքը գնահատվի, բայց մեր ժողովուրդը գնահատեց, դու տեսակ ինչքան դիտումներ ունեցավ։ Դուք տեսակ թե ինչ դիտումներ, ինչ հնարավորություն բացեց։ Այսինքն հայ մարդու պրպտուն միտքը, հնարավորությունը, եթե գնահատես, տեղից պոկես, բազալտաթելի արտադրության պարագայում, եթե այդ գործարանը սկսի աշխատել, այդ գործարանը բազալտաթելի արտադրությամբ այսօրվա Հայաստանի Հանրապետության հիմնական դոլար ապահովող Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի չափ այսօրվանու չափ հարկ կտա։ Ընդամենը 80 միլիոն դոլար գումար է ներդրել պետք է այդ գործարանում։ Պետությունը կարող է այդ գումարը այս ժամվարկի միջոցով տրամադրել։ Մեր պարագայում այո, որովհետև մենք գտնում ենք, որ պետությունը պիտի մասնակցի տնտեսությանը զորացմանը, որտեղ մենք համարում ենք, որ պետությունը պիտի օժանդակի իր երկրում արդյունաբերության ոտքի կանգնելուն, որովհետև մենք արդյունաբերական հեղափոխությունը տեսնում ենք այդ համատեքստում, մենք չենք տեսնում Սաթիկ Տոտայի ՀԴՄ-ի կտրոնի հիման վրա հենված տնտեսություն։ Ես դեմ չեմ ՀԴՄ կտրոնին։ Ուղղակի դրանով երբեք Ադրբեջանին չենք անցնի։ Դրանով միշտ այս տարածաշրջանում մենք կունենանք երկրորդ կամ ասենք վերջի տեղից երկրորդ կամ երրորդ տեղը կզբաղեցնենք, ոչ ավելին։ Բայց Աստված մեզ չի նեղացրել, ժողովուրդ։ Աստված ընդհանրապես որևէ ժողովրդի չի նեղացրել, մեզ բացարձակ չի նեղացրել։ Մենք բնական եւ մարդկային մտավոր ռեսուրսների այնպիսի անսահման հնարավորություններ ունենք։ Ու այնքան թափտպված ենք օգտվում դրանից, որ այդ ոչ միայն անթույլատրելի, այլև մեղադրելի է։ Մեր գիտելիք ունեցող մարդիկ դքում են Հայաստանը։ Մեր լավ ձեռներեցները Հայաստանից գնում են
եւ արտասահմաններում են ձեռքբերումներ հասնում։ Մենք մեր բնական ռեսուրսները տվել ենք օտարին, որը մեր ներքը քերում է։ Մենք մեր ջրային ռեսուրսներին ընդհանրապես տիրություն չենք անում։ Աշխարհը այսօր ջրի մեծ պահանջարկ ունի։ Հայաստանը իր լեռների, իր բնակլիմայական պայմանների հաշվին գարնան սկզբին 7-4 միլիարդ խորանարդ մետր ջուր է ունենում։ Հայաստանի քաղաքացուն բավարար է 2-2-ից 2.5 միլիարդը։ Հունիս ամսին արդեն գյուղացին ջրի խնդիր ունի։ Վիոլա ջուրը մի ամիս առաջ ասում էր սկսելու եմ գիշերները չմատակարարել։ Այ էս է եղել մեր կառավարումը։ Ժողովուրդ, նորից եմ ասում։ Քաղաքացիական պայմանագիրը քայլ դանդաղ էս բաները կանի, բայց անելու եք իսատ պրատ։ Եթե ուզում եք, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը վերածվի լեռնամետալուրգիայի, որ պղնձի խտանյութից ստանան խողովակ, ստանան հաղորդալար, որ պղնձի խտանյութից ստանան էլեկտրոնիկայի ապրանքներ, ձեր կվեն տվեք մեզ։ Որովհետև այդ գումարները գալու են բյուջե եւ այդ գումարներից է լրացուցիչ գումար գնալու նոր ստեղծված ընտանիքներին, երկու զավակից ավել ունեցող մայրերին, ամեն ինչ սկսելու է այստեղից։ Այդտեղի եկած գումարն է, որ գնալու է գիտության ու կրթության վրա։ Այ բազմաթիվ բնապահպաններ ինձ մեղադրում են։ Ասում են, տեսեք, դուք ասում եք հանքարդյունաբերությունը եւ այլը 1 միլիոն տոննա, այդքան պոչամբար, այդքան քիմիական նյութեր։ Ժողովուրդ ջան, ես շատ լավ գիտեմ, որ աշխարհի ամենաթանկ ապրանքը գիտությունն է, գիտելիքն է։ Այսօր ով նոր բան հորինեց, ինքը միանգամից 100-ապատիկ, 200-ապատիկ, ես 10-ապատիկից եմ ասում, բայց ինքը 200-ապատիկ եկամուտ է ունենալու։ Ստիվ Ջոբսը ձեզ օրինակ, այդ սմարթֆոնները հենց որ այդ էկրանները հորինեցին, դուք տեսաք Apple-ը ինչ արեց։ Առաջինը միշտ շահում է։ Գիտությունը, գիտելիքը ամենաթանկ ու ամենապահանջարկված ապրանքն է աշխարհում։ Դրա ցուցիչն է նաև Nvidia-ն, որը 5 միլիարդից 200 միլիարդից 5 տարում հասել է 5 տրիլիոնի գիտելիք վաճառելով, հանք չի օգտագործել։ Բայց գիտելիք ստանալը այդ թանկ հաճույք է։ Գիտելիք ստանալու համար պիտի ունենաս լավ դասախոսներ, պիտի ունենաս հրաշալի լսարաններ, լավ լաբորատորիաներ, որտեղ այդ ուսանողը ոչ թե Արքիմեդի փորձը սովորի, որ ջրավազանը մտնելուց ջուրը թափի ու կտասի Էվրիկա, այդ պիտի սովորի, բայց ինքը պիտի լողավազան ունենա, որտեղ կարողանա փորձ անել։ Այդ փորձերի արդյունքում արդյունք ստանալ, որ բարձրագույն կրթական ուսումնական հաստատությունը գիտական պատվերներ ստանա եւ այդ պատվերների համար ֆինանսավորում ստանա։ Մենք ուզում ենք այդ, այո ուզում ենք։ Ես դրա կողմնակիցն եմ, այո կողմնակիցն եմ, բայց ով է մեզ այդ գումարը տալու, որ մենք մեր գիտությունն ու կրթությունը զարգացնենք։ Եթե ինձ մեղադրող բնապահպանները ամենայն հարգանքով իրենց կասեմ որևէ երկիր, որում գիտության ու կրթության զարգացման վրա մի որևէ երրորդ երկիր բերել է փող է դրել, ես կլռեմ, կասեմ գնանք մենք էլ այդ երկրին։ Ցանկացած երկիր այդ գումարը դնում է իր երկրի գիտության ու կրթության վրա, որտեղ ցանկացած երկրում էլ հասկանում են, որ գիտելիքը ամենաթանկ ապրանքն է։ Հետևաբար մեր երկրի կրթական համակարգը փոխելու, գիտելիք արտադրելու, գիտությունը գերակա ճյուղ դարձնելու համար գումար է պետք։ Այդ գումարը ուրիշ ոչ մեկը մեզ չի տալու։ Այդ գումարը ունենալու միակ հնարավորությունը մեր ունեցած բնական ռեսուրսները ճիշտ օգտագործելն է։ Այդ բնական ռեսուրսներից եկած գումարը մենք այս առաջի տարիներին պիտի ուղենք երկու տեղ։ Առաջին Հայաստանի Հանրապետության բանակի սպառազինություն, որևէ թուղթ, որևէ ստորագրած փաստաթուղթ, որևէ երկրի ներկայություն, մեր ինքնիշխանությունը ու խաղաղությունը անվտանգ դարձնել չի կարող, բացի Հայաստանի Հանրապետության բանակից։
Հետևաբար Հայաստանի Հանրապետության տնտեսական լոկոմոտիվը տեղից շարժելու մի տարբերակ կա։ Հայաստանի հանքահումքային եւ մարդկային ռեսուրսները ճշգրիտ օգտագործելը։ Հայաստանի հանքահումքային եւ մարդկային ռեսուրսները ամբողջական օգտագործելը։ Հայաստանի ներքաղաքական դաշտում եղած փոխհարաբերությունները եւ մարդկային կապերը իրար նկատմամբ թշնամանքից համագործակցության վերածելը։ Կանենք այս ամեն ինչը, կկրկնենք Գերմանիայի եւ Ճապոնիայի օրինակը։ Եվ որևէ մեկը չի կարող այդ ժամանակ մեզ ասել, թե ձեր զինանշանի վրա ինչի Արարատ լեռը։ Արարատ լեռը մեր զինանշանի վրա է, որտեղ իմ սրտում է, ու այդտեղ էլ պիտի լինի, ու չի կարող փոխվել։ Շնորհակալ եմ։ Ու վերջում այս ամենը ինչի համար պիտի արվի։ Ինչու համար մեր ժողովուրդը պիտի քվետա մեզ։ Շատ պարզ, ապագայի համար, երեխաների համար, քեզ համար, Հայաստան, քեզ համար։